Երեք բարև, հավաք, հույս և սեր։ Սրանք ճանաչվել են ամբողջ քրիստոնեական աշխարհի մտածողության մեջ, որպես գերագույն, բարձրագույն երեք առաքելությունները մարդկային կյանքի։ Սրանց վրա է հիմնված մարդկային կյանք։ Հանեցեք հավատքը, դուրս դրեք հույսը և բանեցեք սերը ձեր մեջ, մահեցեք։ Սերը, հույսը և հավատն են իմաստ տալիս մեր կյանքի, ստեղծագործության թափ են տալիս մեր կյանքի։ Հավատը ինչ, այն գիտակցություն, թե մեզնից հետ, մեզ ստեղծող մի ուժ կա Աստծո։ Այս հավատից մեզ ոչ ոք կարող է խախտել, ոչ երկնքի հրեշտակները և ոչ մարդիկ, ոչ սուրը, ոչ գրագը, ոչ ջուրը և ոչ էլ ոյմ է մի տեսակը արված, որքան էլ դարն ծանր լինի այդ հատվածը։ Եթե երբեք դուք իբրև մարդիկ և իբրև հայեր, քրիստոնյա հայեր, չեք կարող իրար սիրել, մի ասեք, որ Աստված սիրում եք, տագերձ է։ Ավետարանն ասում է, եթե Աստծուն սիրում ես, որին չես տեսնում, ինչպես կարող ես եղբորդ ադել, որին տեսնում։ Աստծու սերը գանձնի մարդկանց սիրու միջից։ Եվ մենք այդ սերը, որ ցույց տանք իրար հանդեպ, տրախտ կլինի մեր կյանքը տրախտ։ Բայց երբ որ սերը պակասնի, այն ադեն քաոս կլինի, անապատ կլինի, և մեր կյանքը դեպի մահ կգնա։ Դուք ասեք ինձ հավատացյալներ, որ մեկ անձը ստեղծագործական մի գործ է արել ադելությամբ, ադելությունը գթանտի, բամպասանքը գխորդագի, ինչ որ գշինի սեր։ Հետևաբար հավատքը, եթե մեր կյանքի մեջ ներգործոն ուժ է, հավատքին սնուցումը, աղբյուրը սեր, իսկ հավատքին ծաղկումը հույս։ Երևակայեցեք մի մարդ, որ հուսահատ լինի, դա նույնիսկ կյանքի մեջ մահացած մարդ։ Հույսն է, որ մեզ գուտա միշտ օրվան, փորձության, նեղության, հաղթելու կամ։ Եվ Աստված ասում է, լսեք միայն Աստծու խոսքերը, հույս ոչ երբեք ամաչեցության է, հույսը երբեք մեզ ամոթով չի թող։ Ցախորդ օրերը ծմրան նման գուքան երբ վհադելու չէ, հույս պետք և աշխատանք, հույսին հետ աշխատանք, ուրիշ միջոց չունենք, ես չեմ կարող ձեզ փոխադրել մի այնպիսի երկիր, ուր մեղր և գարակ գհոսի։ Այդպիսի երկիր էլ չկա։ Ես աշխարհը պտտվել եմ, այդպիսի երկիր չեմ տեսել, ամեն երկրում դժվարություններ կան, հավատացեք։ Դուք չեք տեսնում դժվարությունները, դուք տեսնում եք փայլը ուրիշ երկրների։ Բայց ես ապրել եմ ուրիշ երկրներում, գիտեմ, թե մարդիկը ինչ տեսակ նեղությունների միջից են անցնում, բայց նեղություն և ուրախություն հավասարապես մեր բաժինն է։ Մենք միայն չենք ծնվել ուրախ լինելու համար, մեր Տերը Հիսուս Քրիստոս խաչվեց, դարավեց, նրա միջից հաղթեց։ Հետևաբար նեղությունից մի ընկճվեք, բոլորս էլ պիտի անցնենք այս պահը, ձեր երեխերքին դպրոց ուղարկեք, ձեր երեխերքին հավատքը սովորացրեք, խաչ անել սովորացրեք, հայր մեր ասել սովորացրեք, մի խոսքով այնպես նրանց խոսեցեք,
որ եւ դուք չլինեք նրանց ձեր ոգին ապրեցնեն իրենց գալիք սերունդների